Ինչպես տեսնում եք, հիմա կանգնած ենք Թումանյանի արձանի մոտ, որին փակցված են մարկերներ։ Արձանները շունչ են առնում, Արլուպա ընկերությունը ստեղծել է հավելված, որի շնորհիվ հնարավոր է տեսնել Թումանյանի արձանի եռաչափ անիմացիոն պատկերը, լուսանկարվել ու լսել նրա ձայնը։ Աշխատեցեք ձեր սրտերը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով։ Սմարթ սարքով, հեռախոսով, պլանշետով Սպենդարյանի արձանի պատվանդանին ամրացրած հատուկ նշանի սկանավորմամբ երևում է եռաչափ անիմացիոն պատկերը ու հնչում երաժշտությունը։ Նոր տեխնոլոգիաներով մշակույթը ավելի հասանելի ու հրապուրիչ դարձնել երիտասարդներին եւ մեր երկիր ժամանած զբոսաշրջիկներին։ Սա է մշակույթի նախարարության եւ Արլուպա ընկերության համագործակցության գլխավոր նպատակը։ Սա մեր հայտարարած ՏՏ ոլորտի միաձուլումն է մշակույթին, ինչը կարծում եմ բերելու է իր դրական արդյունքը։ Լրացել իրականությունը բերում է տեսնելու այն, ինչը որ չէր կարելի տեսնել անզեն աչքով։ Armculture AR հավելվածն անվճար հասանելի է Google Play Market-ում, շուտով նաև App Store-ում։ Առայժմ մենք սահմանափակվել ենք այս երկուսով։ Մեր քաղաքում մեր կողքին ապրող արձանները հավելվածի շնորհիվ կկենդանանան արդեն 2017 թվականին։ Լիլի Դանելյան, Տիգրան Բաբայան, Առաջին ալիք։